Դու ունես Ավանդ բանկում ապագայի լավագույն ֆինանսական ակնկալիքով։ Վարկ ես վերցրել բնակարան կամ ավտոմեքենա գնելու համար։ Իսկ ինչ գիտես դու բանկերի ու ֆինանսական շուկայի մասին։ Լրատվական ռադիոն եւ բանկային կարիերայի զարգացման կենտրոնը ներկայացնում է Բանկային գաղտնիք, քո խորհրդատուն ֆինանսական աշխարհում։ Հինգշաբթի 14:20, ուրբաթ 9:35։ Բարև բոլորին, լրատվական ռադիոյի եթերում բանկային գաղտնիք հաղորդաշարի ժամն է։ Տաղավարում են Սաթեն Միքայելյանը, հաղորդման հեղինակ, բանկային կարիերայի զարգացման կենտրոնի ու Մալխասյան Consulting խորհրդատվական ընկերությունների հիմնադիր Արման Մալխասյանը։ Ողջույն։ Ողջույն։ Այսօր մեր ֆորմատը մի փոքր կտարբերվի մշտականից, մենք տաղավարում երկուսով չենք։ Այսօր հյուրընկալել ենք մեր ակտիվ ռադիոլսողներից մեկին Էդգար Մարուքյանին, ով շատ հետաքրքիր առաջարկ արեց, այդ պատճառով էլ հենց այսօր տաղավարում է գտնվում։ Էդգարն առաջարկել էր խոսենք ու քննարկենք իսլամական բանկային համակարգը, հա։ Շատ հետաքրքիր թեմա, հարգելի ռադիոլսողներ, բոլոր նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է իրենց ներկայացնում իսլամական ֆինանսական համակարգն ու բանկային համակարգը մասնավորապես, ուշադիր եղեք, հաղորդման ընթացքում բավական հետաքրքիր փաստեր ձեզ համար կարձանագրենք։ Էդգարին փոխանցեմ խոսքը, ինչով էր ձեզ համար հետաքրքիր, ինչու այս թեման այսպես կարևորեցիք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Հետաքրքիր էր նրանով, որ սկզբունքորեն եւ արմատապես տարբերվում այն բանկային համակարգից, որ մենք բոլորս գիտենք, օգտագործում ենք, օգտվում ենք, ու տարբերվում է նաեւ իր արժեքային համակարգով, թե ինչի վրա է հիմնված, ու շատ ասենց ասած հետաքրքիր կետեր կա, որոնց կարելի է անդրադառնալ ու կենտրոնանալ։ Ֆինանսական համակարգ, որը հիմնված է կրոնի վրա, շարիաթի օրենքների, այո, այդ շարիաթի օրենքների, որն էլ իր երթին բխում է Ղուրանի գրվածքներից, այսինքն հիմնական մեխը, այսինքն անկյունակարը, թե ինչի վրա կառուցվում է ամբողջ համակարգն այն է, որ իսլամադավան, ասենց ասած, հասարակություններում տոկոսով փող տալ կամ տոկոս ստանալ, հա, կամ տոկոս վճարել կամ տոկոսով փող տալ, դա հարամ է, դա համարվում է հարամ գործառնույթ եւ արգելված, չի թույլատրվում։ Հալալ փողի գաղափարն է հիմքում։ Այո, հիմքում պետք է դրվի հալալ միջոցներով փող աշխատելը, իսկ հետեւաբար հարցը առաջանում, բայ եթե տոկոսով փող տալ չի կարելի, ստանալ չի կարելի, այդ դեպքում ինչպես է գործում բանկային համակարգը եւ ինչպես է եկամուտ ստանում ու ընդհանրապես ոնց է աշխատում դա։ Դե այդ իմաստով ես չեմ գտնում, որ իրանք խնդիր ունեն եւ ցանկացած երևույթ կարելի է տարբեր տեսանկյուններից մեկնաբանել, ինչն որ արվում են, ես ուզենամ որ շարունակելով ինձ թվում է այդ որ ուսումնասիրել եք Էդգար ջան, դուք ինքներդ էլ կներկայացնեք հենց մեր ռադիոլսողներին ու թող հասկանալի լինի բոլորի համար, որ իհարկե բանկ, եթե խոսք կա բանկի մասին, ուրեմն բանկը անվճար որևիցե բան չի առաջարկում։ Դա չգրված օրենքը, թե իսլամական բանկային համակարգի համար, թե հրեական բանկային համակարգի համար եւ թե, ասենք, քրիստոնյաների համար, հա։ Թե ինչն է ինձ համար հետաքրքիր, որ ֆինանսական համակարգը, այսինքն ֆինանսական գործարքները կարող են բխել բարոյական սկզբունքներից։ Դե հիմա մեր մոտ բխում են օրենքներից եւ օրենսգրքերից, հիմա իրաց մոտ էլ Ղուրանն է, հետո բխում է մնացած եւ դրանից հետո եկող բոլոր փաստաթղթերը։ Դրանց բխելու իմաստով ինձ թվում է թե խնդիր չկա։ Խնդիրը այստեղ դրված է ավելի շատ ինչի վրա, որ փողը ինքնին արժեք չունի, այսինքն փողն ընդհանրապես փոխանակման միջոց է, տվյալ հասարակության մեջ։ Վերջնական նպատակ, հա։ Եվ ոչ նպատակ եւ ոչ ստեղծված արժեք, էլի, այսինքն փողի վրա փող աշխատելը դա հարամ գործողություն է ու իրանք ինչն են վերցնում հիմք, ասում են բանկը դառնում է համաֆինանսավորող եւ բանկը դառնում է գործընկեր։ Այն ինչի մասին մենք միշտ խոսում ենք մեր հաղորդումներում։ Մեր պատկերացման մեջ բանկային ոլորտը միշտ դա մի հատ կառույց է, որ միշտ հետապնդում է քո վճարունակությունը եւ ոչ թե քո, ասենք, գործի լավ լինելը, քո հաջողությունը ու բացի դրա բանկը տվյալ դեպքում հաճախորդի հետ կիսում է համ եկամուտները, համ ռիսկերը, այսինքն եթե ինչ որ համատեղ գործունեություն են ծավալում բանկն ու հաճախորդը, հա, ու դրա արդյունքում ստացվում է եկամուտներ, նրանք կիսում են եկամուտները ըստ նախորդ պայմանավորված շահաբաժինների։ Եթե չի ստացվում այդ գործողությունը, նրանք կրում են պատասխանատվությունը ելի ըստ նախորդ պայմանավորված շահաբաժինների։ Ու երկկողմանի։ Իմ կարծիքով մեր մոտ ուղղակի բանկերը սկզբում որոշում են, որ լինի հաճախորդը բավականին վճարունակ, որի հիման վրա ես իրան կտամ։ Իսկ եթե որ տեսնում եմ որ գործերը ավելի լավանում է, դե այդ էլ ավելի լավ։ Այսինքն կոպիտ ասած, եթե ձեր մատնանշած պարագայում նրանք սպասում են շահույթին հետո, ապա մեր բանկային
ձեռնարկությունները, հիմնարկությունները նրանք նախատեսում են ավելի ապահովագրված եւ ավելի հստակ եւ որոշված շահույթ ունենալ։ Շատ դեպքերում չափազանցված։ Դե որոշ դեպքերում չափազանցված եւ անգամ ոչ տրամաբանական անգամ գործողություններ են անում։ Իսկ իրանց մոտ դա հակառակ իմաստ ունի եւ իրանք ոչ թե գործընկեր են, այլ իրանք ուղղակի մոտեցում են հետեւելն է իմ կարծիքով ընկալում են, որ կարող է շահույթը ստանալ գործի վերջում, ոչ թե հենց ամենասկզբում կամ ընթացքում կամ եւ այլն։ Այսինքն կոպիտ ասած իրանք համբերում են որպես բիզնեսմեններ։ Այստեղ պրոդուկտների մեջ կա տվյալ պարագայում, որ վերջում են ստանում եկամուտ, կա նաև ընթացիկ մարումներ, բայց մինչև այդ պրոդուկտների մանրամասներին անցնելը, տեսակներին էլի, հա, տենց տպավորություն կա, որ երբ որ խոսում ենք տոկոս վերցնելուց, մարդիկ միշտ ասում են, որ այ բա Աստվածաշնչում էլ կա տենց բան գրած, բայց ուղղակի քրիստոնյաները մոռացել են դրա մասին։ Ես ճիշտ ասած երեք մի քիչ փնտրեցի Աստվածաշնչի մեջ մի բան կտա Մովսեսի օրենքների մեջ, երկրորդ օրենքի 23-ի 19, ում հետաքրքիր լինի կարող է նայել։ Ուրեմն ինչ է գրված, ասում է քո եղբորը վաշխով արծաթ չտաս կամ շահ չստանաս ակնկալիքով ու տոկոսներով կերակուր, հա, ակնկալիքով ու տոկոսներով կերակուր։ Այդտեղ ես շատ ներողություն ընդհատում եմ, հիշեցի ուղղակի մեր նոր տարվա նախաշեմին, որ բանկերը առաջարկում էին ամանորյա վարկերը 50,000, այսպես նոր տարվա սեղանի ուտելիքի կերակուրի վաշը, այո։ Խնդրում սա հաշվի առնել այդ պրոդուկտը գրողները, ստեղծողները։ Մովսեսի օրենքները նույնպես։ Մովսեսի օրենք հաջորդ նախադասությունը հետևյալն է, որ օտարականից շահ կառնես, բայց քո եղբորից շահ չառնես, որ քո վրա Աստված քո ամեն ձեռնարկած գործերում քեզ օրհնի եւ այլն։ Դրա համար էլ հարկային օրենսդրությամբ ռեզիդենտներից սպառում են 20% շահութարկ, իսկ օտարերիկրյա քաղաքացիներից Հայաստանում սպառում են 10% շահութարկ։ Լրիվ հակառակ պատկեր, չէ՞։ Այսինքն նենց չի, որ Աստվածաշնչի ու Մովսեսի օրենքներում դա արգելվում է։ Իմիջայլոց տարբեր հրատարակությունները նույն Աստվածաշնչի ես նախադասությունում տարբեր կերպ է գրած։ Միտեղ կար գրած, որ թույլատրվում է վերցնել եւ եղբորից եւ օտարականից, չգիտեմ, կարող է Մուհամեդը գրելուց այդ մի հրատարակությունն Աստվածաշնչի ունեցել ձեռի տակ։ Ամենայն դեպս ես հստակ ասենց ասած վատ բան չգտա Աստվածաշնչում այդ վաշխառնելու մեջ ու երևի թե կարելի անցնել տեսակներին պրոդուկտների։ Նախքան դրանց անցնելը ես մի բան էլ կարդացի, որ օրինակ չի թույլատրվում ֆինանսավորել դարձյալ այն ինչ որ Ղուրանով արգելվում է, հա, վնասակար, այսպես ասած, պրոդուկտների արտադրություն, օրինակ ալկոհոլ, ծխախոտ, ատոմային էներգիա, որը պետական ծրագիր է, ոչ մեկ դա չի ֆինանսավորում։ Զենք, խոզիմիս եւ պոռնոգրաֆիա նաեւ։ Հա։ Դե օրինակ խոզիմիսի արգելափակում sense ասած մեր բանկային համակարգում չկա, բայց մեր բանկային համակարգերը շատ ավելի մեծ ցուցակ ունեն արգելված պրոդուկտների։ Օրինակ բանկում, որտեղ ես աշխատել եմ, այնտեղ արգելվում էր նույնիսկ կաշվի արտադրությունը, համարելով էկոլոգիապես շատ վտանգավոր գործառնույթ։ Այսինքն ամեն բանկ իր ցուցակը ունի։ Դա ամեն բանկի, այո, սկզբունքորեն դրված չէ ու ցանկացած ոլորտին էլ վարկառով, բայց շատ ճիշտ նշեցիք, դա յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում։ Հիմա եթե էկո ծրագիր է, ինչ որ էկո ծրագրի մասնակիցը կարող է եւ ասենք անասնաբուծական կամ այդպես սպանդանոցներին օրինակ վարկ չտան, հա, կարա դա լինի, բայց կամ նույնիսկ հանքերին, այսինքն սկզբունքորեն կան չէ շատ բանկերի մեր մոտ որ հանքի արդյունաբերության հետ աշխատում են վարկ են տանի եւ այլն, բայց դե բանկը կա որ իրան հայտարարում է, իրան դիրքավորում է շուկայում այնպես որ այ տեսեք մենք ասենք մաքուր ենք, մաքուր բաներ ենք ֆինանսում։ Իսկ երբ որ մենք մեր արդյունաբերական ու արտադրական խնդիրներից ենք խոսում, պետք է սկսենք բանկերից։ Նույն կաշվի արտադրությունը ցավալի կետ է։ Անկախ ամենից բոլոր հնարավոր ներդրումները եւ ֆինանսական հնարավորությունները բանկային համակարգում են։ Եթե մենք խոսում ենք ֆինանսական ներդրումներ եւ բաները, ամեն դեպքում բանկային համակարգը պետք է շրջանցել ու դրա հետ հաշվի նստել։ Լրատվական ռադիոն եւ բանկային կարիերայի զարգացման կենտրոնը ներկայացնում է Բանկային գաղտնիք քո խորհրդատուն ֆինանսական աշխարհում։ Հինգշաբթի 14:20, ուրբաթ 9:35։ Լրատվական ռադիոյի եթերում շարունակվում է բանկային գաղտնիքը, տաղավարում են Սաթեն Միքայելյանը, հաղորդման հեղինակ Արման Մալխասյանը եւ այսօր տաղավարում հյուրընկալել ենք մեր ռադիո լսող Էդգար Մարուքյանին, ով հետաքրքիր թեմա է առաջարկել քննարկման համար, հենց այդ թեման էլ քննարկում ենք՝ իսլամական բանկային համակարգը։ Հաղորդման երկրորդ հատվածին փորձենք որոշակի բաներ ներկայացնել նաեւ գործիքակազմից, հա, ինչպես են մտածել մարդիկ առանց տոկոսի դարձյալ եկամուտով աշխատել, ինչ գործիքակազմ են ստեղծել։ Դուք ոնց որ առանձնացրել եք, հա, ձեզ մոտ հետաքրքիր տեսակները, այո, որովհետեւ մեր համեմատենք թեկուզ մեր ունեցածի հետ։
Ուրեմն տեսականին բավականին քիչ է, տեսակները, հա, գործառույթների, բայց սկսենք նախ բանից, որ ընթացիկ հաշիվների ու խնայողական հաշիվների վրա չի տրվում տոկոս։ Այն ինչ որ մեր մոտ արդեն ընդունված նորմալ կարգ է, դու բանկում փող ես գցում եւ ինչ որ տոկոս է գալի, 8%, 10% եւ այլն։ Նրանց մոտ դա չկա։ Իսկ կոնկրետ վարկավորման հետ կապված մի քանի տեսակ է, որ առաջինը, ասենք, բանը իջարա, կոչվում է իջարա, դա շատ նման է լիզինգին, այսինքն եթե ինչ որ գույք է հարկավոր հաճախորդին, բանկը գնում է այդ գույքը ու այդ գույքը վարձակալությամբ տալիս է տվյալ հաճախորդին, հա, կրելով այդ ռիսկը, որ կարող է հաճախորդի գործերը լավ չգնա, չկարողանա վարձ տալ եւ այլ, բայց բանկը աշխատում է վարձի վրա, վարձը հալալ եկամուտ է համարվում, թեև դա մի տեսակն է։ Երկրորդը մուշարակա, այսինքն այսպես կոչված պրոդուկտն է։ Սա համաֆինանսավորվում է կապիտալը, այսինքն ինչ որ կապիտալներ դրում է ցանկանում կատարել հաճախորդը, ինչ որ գործարանի համար, ասենք, հաստոցներ առնել եւ այլ, համաֆինանսավորում է տեղի ունենում ու սրա հետևանքում իրանք կիսում են եկամուտը, հետագայում ստացված եկամուտները այդ գործունեությունից կիսվում է բանկի եւ հաճախորդի միջեւ նախորդ պայմանավորված տոկոսներով եւ նույնպես կիսում է նաեւ ռիսկը գործունեության չստացվելու դեպքում։ Այսինքն ամբողջ պատասխանատվությունը ոչ թե միայն հաճախորդի վրա է, որ ինչ լինի, դու թեկուզ շատ վատ վիճակում հայտնվես կամ բան, մենակ թե մեր բանկի փողը տաս։ Մի քիչ այդ մոդելը չի, ամենայն դեպս մյուս պրոդուկտը դա մուբարահա պրոդուկտն է։ Մուն ամեն դեպքում իսկական բանկ բարի է եթե կապում։ Ուրեմն սա այն դեպքն է, երբ որ ոչ թե վարձակալությամբ է տրվում ապրանքը, որը հարկավոր է հաճախորդին, հա, լիզինգի տարբերակ չի, այլ պարզապես բանկը գնում է այդ ապրանքը ու ավելի թանկ գնով վաճառում է հաճախորդի վրա, իսկ հաճախորդը դրա դիմաց վճարում է, ասենք, ինչ որ հաստատված գրաֆիկով։ Ու բանկը աշխատում է վերավաճառման այդ մասը, հա, ինչ գնային տարբերությունը, վաճառքի գնային տարբերությունը, հա, հաճախորդն էլ համաձայնվում է, որ ավելի թանկ պետքա գնի, բայց երկար ժամանակի ընթացքում պետքա վճարի։ Սա շատ նման է մեր շատ բանկեր, երբ որ ապարեկտեր իրենք նոր սկսեցին ձևակերպել, իրենք հենց իրականացնում են մոտավորապես նույն սկզբունքով, այսինքն ինչ էր անում, խանութը վաճառում էր ապրանքը տարաժամկետ վճարումով հաճախորդին ենթադրենք 120,000 դրամով, հետո պարտքի փոխանցում էր կատարվում, պարտքի զիջում էր կատարվում բանկին եւ բանկը 100,000 դրամով, 100,000 դրամը փոխանցելով խանութին, ստանում էր տվյալ էլեկտրոնիկայի խանութից, ասենք այդ պարտքի պահանջի իրավունքը։ Այսինքն ոնց որ այդ պարտքը ավտոմատ թեքվում էր դեպի բանկ, այսինքն այն հաճախորդը, որը այդ ինչ որ տեխնիկան գնել էր, արդեն պարտքա դառնում ոչ թե խանութին, այլ պարտքա մնում բանկին։ Եվ այդ բանկը աշխատում է այդ 100,000 եւ 120,000 գների տարբերության մեջ, այսինքն սա մոտավորապես դա մեր կոչվում է ֆակտորինգ այդ գործառույթը, նման է ֆակտորինգին, այդ մուբարահան։ Մի հարց, իսլամական բանկային համակարգից, իսլամական բանկերից կարող են օգտվել քրիստոնյաները կամ այլ կրոն դավանողները։ Իրոք կարող են, սկզբունքն նա է, որ եթե դու ընդունում ես տվյալ սկզբունքները, հա, թե փողներ դնելու, թե փող վերցնելու, այսպես ասած, դու կարող ես օգտվել ու նման բանկ կա նույնիսկ Անգլիայում, որտեղ այնտեղ 1.8 միլիոն մուսուլման կա, եթե չեմ սխալվում, տենց մի թիվ աչքովս ընկավ։ Իհարկե կա Դուբայում ու մնացած արաբական երկրներում, բայց արդեն նաև եվրոպական երկրներում կան նման բանկեր։ Ուղղակի խնդիրն ինչ է։ Մի աշխարհ, գլոբալ աշխարհ, որտեղ որ բոլոր բանկերն աշխատում են փողի վրա տոկոս աշխատելով, այսինքն փողին ավտոմատ հաղորդում են ինֆլյացիայի այդ ունակությունը, հա, այնտեղ նման սկզբունքներով աշխատել բարդ իրավիճակի մեջ կդնի բոլոր բանկերին, հա, հասկանում եք, անհավասար պայմաններ է ստեղծում։ Սա թերևս իդեալական տարբերակ կլիներ, երբ որ ամբողջ աշխարհում բոլոր բանկերը առաջնորդվեին այս սկզբունքով ու փողը ժամանակի վրա բաժանած չունեն արժեք, հա, այն ինչ որ մեզ մոտ, ասենք, հիմա տենց է։ Ասեն այս փողը այսօր այսքան արժի, 10 տարի հետո այս փողի արժեքը այս կլինի, որովհետև գոյություն ունի վերաֆինանսավորման տոկոս, ինֆլյացիայի տոկոս եւ այլ եւ այլ։ Իսլամական բանկային համակարգը այս բան շատ մեծ պահանջարկ ունի, ամենատարբեր։ Ես ռուս վերլուծաբանների էի կարդում, ովքեր նշում են, որ շատ կարճ ժամանակում հնարավոր է դրա ներդրումը նաեւ Ռուսաստանում։ Մենք պետք է չմոռանանք նաեւ, որ այդ պահանջը կամ հետաքրքրվածությունը իսլամական բանկային համակարգի նկատմամբ կոնկրետ ռուսների մոտ առաջանում է նաեւ այն հանգամանքներով պայմանավորված, որ գնալով, հա, եւ որպես իրենց ապահովագրելով նաեւ հետագա սանկցիաներից, որոնք որ կարող են կիրառել եվրոպական եւ ամերիկյան տարբեր երկրների կողմից, տարբեր ֆինանսական բլոկի
մասով, հա, իրենց օրինակի համար, դա իրենք իրենց ալտերնատիվ բանկային ելքերն են մանգալի, որն էլ բնականաբար պետք է հետաքրքրի նաև իսլամականը, որտեղ իսլամական բանկային համակարգում առնվազն որևիցե, չեմ կարծում, որ որևիցե, ասենք, եվրոպական կամ ամերիկյան, հատկապես ամերիկյան, ասենք, բանկեր փորձեն ներխուժեն կամ որևիցե ինչ-որ ներդրողներ կամ բաներ հայտնվել, որտեղ իրականում այս պայմանները, որոնք որ իսլամական բանկային համակարգն առաջարկում, իրենք եզակի են, բայց նաև ես ուզում եմ ասեմ, որ հայաստանյան բանկային համակարգն էլ դուք որպես ակտիվ մեր ռադիոլսող գիտեք, որ մենք նշում ենք, որ հատկապես կան որոշակի հարցեր, որտեղ դա իմ ասենց ասած խոսքն է արդեն դարձել, թեւավոր, որ ասում են կա Հայաստան եւ կա աշխարհ, այսինքն Հայաստանում մի ձևով է վարվում, իսկ ամբողջ աշխարհում մի ձև։ Հենց որ այդտեղ իսլամականն էլ պետք է իր ոնց թե իրան ունենա ու կարծում եմ, որ սա ինչ որտեղ բնականաբար եւ լավ է եւ վատ է։ Իր թերություններով հանդերձ է, միանշանակ չենք կարող մենք պնդել, որ իսլամական բանկային համակարգը դա ամենաառողջ արդար համակարգն է, որը որ գործածվում է։ Ըստ կա մի հատ էլ ավելի վտանգավոր բան, եթե դու համաֆինանսավորող ես, հանդիսանում ոչ թե բանկը որ վարկառու է, այս պարագայում արդեն դուրս է գալի, որ փաստացի ձեռնարկությունները իրենք կախվածություն են ունենում։ Այսինքն իրենք որոշակի նույն ձևի իրավունքներն են, չէ, իրենց կիսում։ Այսինքն այդ անկախությունը, բիզնես անկախությունն է վտանգվում, հենց որ տարբեր հարցերում կարող է եւ դա բացասական էլ ազդի իմ կարծիքով։ Բայց դա սպეციფიկ չի մենակ իսլամական համակարգին, որ ֆիրմաները կորցնեն իրանց այսպես ասած ինքնիշխանությունը, հա, որովհետեւ նույն հայկական ձեր ասած բանկային համակարգում շատ են լինում դեպքեր, երբ որ բանկի հետ պայմանավորվածության են գալիս, վարկեր ստանալու տրանշներով, դիցոք, հա, ինչ որ բիզնեսը սկսում է գործունեություն կատարել, երկու տրանշ տալիս են, ասենք, գործը հասնում է ընթացքի ինչ որ մի հատվածի, երրորդը չեն տալիս։ Սա պայմանագրային կախվածություն է, իսկ այստեղ սկզբունքային կախվածություն է։ Սա տարբեր է, այդտեղ դու փաստացի հիմա վերջին շո կարա բանկը քեզ այդ պայմանագիրը առաջարկի, դու համաձայն չլինես, իսկ այնտեղ կարաս համաձայն չլինես։ Բայց ի վերջո այնտեղ շահույթն են կիսում եւ ոչ թե կազմակերպության մասնաբաժինը, հա։ Այսինքն ապագա շահույթն է կիսվում, ոչ թե կազմակերպությանը փայն ես դու տալիս, էլի, այդ տարբերությամբ։ Նորից եմ կրկնում, որ կան եւ բնականաբար դրական եւ բացասական։ Չէ, ես գովազդով չեմ, մենք ոչ թե գովազդում ենք, այլ մենք պետք է փորձենք գտնել այն կիրառելի, ասենք, առավելությունները, որոնք որ կարելի է Հայաստանում կիրառել եւ փորձենք ներդնել դա մեր համակարգում, որպեսզի ել ավելի կատարելագործվի եւ ավելի հարմարավետ դառնա մեր բանկային համակարգը։ Չէ, Հայաստանում այդ համակարգի ներդրման մասին խոսք չէր գնում, որովհետեւ այստեղ քրիստոնյա ժողովուրդ ենք մենք, իսկ Եվրոպայում իսլամ դավանողների պահանջարկով է դա ստեղծվել, հա, այդ համակարգը ներդրվել նաեւ եվրոպական երկրներում։ Պարզապես մի դրական կետ էլ, որ ճգնաժամ չի առաջանում իրանց գործունեությամբ, այսինքն որովհետեւ նախ երկու պատճառ ֆինանսական ճգնաժամ, հա, որովհետեւ բանկերը մեկը մեկից գումար չեն վերցնում տոկոսով եւ երկրորդ մեծ ռիսկայնությամբ ակտիվներ չունեն։ Ես այստեղ համաձայն չեմ լինի, որովհետեւ իսլամական բանկային համակարգը աշխատում է իսլամական պետություններում եւ իսլամական պետություններն էլ իրենք բավականին մեծ դերակատարություն ունեն նավթի արտահանման գործընթացում եւ այսօր եթե մենք նայում ենք որևէ իսլամական զարգացած երկիր, ցանկացած երկիր ինքը զարգացել եւ տենց առաջ է գնացել զուտ ունենալով նավթային պաշարներ եւ այդ հարցին ես կուզենայի մենք օրինակի համար 10 տարի անց մի հատ էլ անդրադառնանք, տեսնենք որ արդյոք այդ ֆինանսական ճգնաժամը, որտեղ հեսա նավթի հարցերը հենց կլուծվեն, այդ ժամանակ արդեն իսլամական բանկային համակարգն է կարող իր ճգնաժամը ապրի, որտեղ ամեն ինչ ունի իր սկիզբը, ունի իր եւ խնդիրները եւ վերջը, հա։ Դու ցանկանաք գովազդով չենք զբաղվում, ամեն դեպքում փաստեր կան 2008-ի ճգնաժամին մինիմալ վնասներ են կրել իսլամական բանկերի տարբերություն մնացած բանկերի, հա, Դե նավթի գները այն ժամանակ 100-ը անցնում էին հիմա։ Շատ լավ, մեզ հատկացված եթերաժամանակը սպառվեց, հետաքրքիր թեմայի համար շնորհակալություն Էդգարին Մարուկյան։ Շնորհակալ։ Այսօր այսքանն էր, տաղավարում աշխատեցին Սաթեն Միքայելյանը եւ Արման Մալխասյանը։ Կհանդիպենք հաջորդ 5 շաբթի 14:20-ին։